Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1564-րդ օրն է, որոշեցի ոչ երկար եթերում ներկայացնել ձեզ ռազմաճակատում տիրող իրավիճակը ու գլխավոր քաղաքական իրադարձությունները, մանավանդ որ թե ռազմական եւ թե քաղաքական դաշտում շատ հետաքրքիր զարգացումներ կան, ուկրաինական հարվածները չեն դադարում ռուսական թիրախների ուղղությամբ, բայց սկսենք երևի թե քաղաքական լուրերից, ավելի ճիշտ ռազմաքաղաքական, միանգամից բարձրացնեմ ձեր տրամադրությունը բարի լուրով, բենզինի դիֆիցիտը արդեն հասել է Մոսկվա, Ուկրաինան շարքից հանել է բոլոր հիմնական նավթավերամշակման գործարանները Ռուսաստանի, Մոսկվայում եւ Մերձ Մոսկվայում սկսել են բենզինի վաճառքի սահմանափակումներ մտցնել Ղրիմի, Կուրսկի, Բելգրադի եւ օկուպացված Լուգանսկի մարզերի օրինակով։ Սահմանափակումներ են կիրառվում այնպիսի ավտոլցակայաններում, ինչպիսիք են ORTK-ն եւ Լուկոյլը, Ռոսնեֆտում եւ Տրանսնեֆտում հայտարարել են, որ ընդհանուր սահմանափակումներ դեռ չկան, բայց որոշակի լցակայաններում կարող են խնդիրներ առաջանալ։ Ճգնաժամը գնալով աճում է, մինչեւ եթերը դուրս գա կարող է նոր մարզերում էլ սկսվի բենզինի սովը։ Լուրեր են ստացվում, որ խոճապային պահանջարկ է սկսվում, վարորդները Ռուսաստանում փորձում են բենզինը կուտակել, տեսնելով մյուս տարածաշրջանների մասշտաբային դիֆիցիտը, սա արդեն Ղրիմի տեղային պատմությունը չէ, ճգնաժամը ընդլայնվում է, այնպես որ եթե մեզ լսում են Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր չեն աջակցում Պուտինին, պաշարներ հավաքեք, ձեր գլխի ճարը տեսեք։ Իդեպ բենզինի ճգնաժամի ֆոնին Ղրիմում արդեն սկսել են բարենային ապրանքների լիմիտավորված վաճառքը, օրինակ Դաբրաստրոյ սուպերմարկետում հաճախորդներին թույլատրվում է մեկ գնման դեպքում գնել ոչ ավելի քան 3 շիշ բուսական յուղ եւ 3 տուփ մակարոնեղեն։ Ռուսական խնդիրները գնալով աճում են, եւս մեկ կարևոր լուր ռազմաճակատից, որը չի կարող չանդրադառնալ ռուսաստանցիների կյանքի վրա, Ուկրաինայի զինված ուժերը մոտենում են M4 մայրուղուն կամ Կովկասի համար կյանքի ճանապարհին, Իզվարինոյի անցակետի ուղղությամբ ուկրաինական հարվածը ռուսական լոգիստիկայի վերջի սկիզբն է, ուկրաինական դրոնների հարվածը Իզվարինո անցակետին ռուս օկուպանտների համար լոգիստիկ կոլապսի նախանշան է, ովքեր չգիտեն, ասեն, որ Իզվարինոն Ուկրաինայի ամենաարևելյան անցակետերից է Լուգանսկի մարզի եւ Ռուսաստանի սահմանին։ Այս օբյեկտի անմիջական հարևանությամբ է անցնում M4 մայրուղին, որը կրիտիկական նշանակություն ունի Ռուսաստանի զինված ուժերի մատակարարման համար, ինչպես նաեւ քաղաքացիական տրանսպորտի համար։ Այս տրանսպորտային զարկերակը գլոբալ առումով ավելի մեծ նշանակություն ունի, քան M14 մայրուղին, որն ապահովում է լոգիստիկան Ղրիմյան միջանցքով, ցամաքային միջանցքի մասին է խոսքը։ M4 մայրուղին սկսում է հենց Մոսկվայից եւ գնում մինչեւ Դոնի Ռոստով, դեպի հարավ մինչեւ Սոչի, իսկ դեպի արևմուտք Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի ուղղությամբ է ճյուղավորվում։ Սա միջանցք է դեպի Կովկաս եւ դեպի Սևծովի նավահանգիստներ։ Մայրուղու երկայնքով անցնում է նաեւ երկաթգիծ մի քանի հանգույցներով եւ ճյուղավորումներով, որոնք նույնպես տանում են դեպի ուկրաինական Դոնբաս։ Սա թերևս ռուսների ամենագլխավոր տրանսպորտային զարկերակն է այս պատերազմում եւ դրա փակումը պարզապես կկտրի հյուսիսային Կովկասը Մոսկվայից դեպի հյուսիս եւ Ուկրաինայի գրավյալ տարածքներից, որոնք գտնվում են այդ մայրուղուց դեպի արևմուտք։ Իհարկե կան շրջանցիկ ճանապարհներ, բայց դրանք երկար են եւ բենզինի դիֆիցիտի պայմաններում ծայրահեղ անշահավետ, իսկ իրադարձությունների զարգացման նման տեմպերի դեպքում ըստ տարբեր գնահատականների Ուկրաինայի զինված ուժերը մինչեւ ամառվա վերջ կարող են հասնել Մոսկվան Կովկասին կապող բոլոր ճանապարհների վրա կրակային վերահսկողությանը, այնպես որ տարածաշրջանի հեռանկարը վարդագույն չէ պուտինասերների համար։ Հուսանք, որ ամեն ինչ կլինի հենց այնպես, ինչպես կանխատեսում են ռազմական փորձագետները, իսկ առայժմ ամեն օր հարվածներ են հասցվում ռուսական լոգիստիկային, Ղրիմի այսպես կոչված ցամաքային կամրջի վրայով անցնել փորձողներին, շարունակությունը կլինի ավելի թեժ։ Իսկ մինչ Ռուսաստանում ճգնաժամը սկսել է լայն քայլերով առաջանալ, ռուսական իշխանությունները իրականում անցել են խոշոր բիզնեսից եւ օլիգարխներից ակտիվների մասշտաբային բռնագրավմանը եւ միջոցների հարկադիր հավաքագրմանը երկարատև ռազմական ծախսերի ֆոնին դաշնային բյուջեի դիֆիցիտը ծածկելու համար։ Այս գործընթացը իրականացվում է խիստ հարկային գործիքների, ոչ ֆորմալ կամավոր վճարների եւ դատարանների միջոցով խոշոր ձեռնարկությունների ուղղակի ազգայնացման, նացիոնալիզացիայի միջոցով։
Պուտինը նպատակաուղղված կերպով խլում է ակտիվներն ու փողերը ռուս օլիգարխներից ռազմական ծախսերը ֆինանսավորելու եւ դաշնային բյուջեի ճեղքերը փակելու համար, ռազմական ծախսերի կտրուկ աճի ֆոնին, որոնք 26 թվականին հասել են 12.9 տրիլիոն ռուբլու, Ռուսաստանի ողջ բյուջեի մոտ 30%-ը, Կրեմլը կամավոր հարկադիր վճարներից անցել է խոշոր մասնավոր բիզնեսի ուղղակի ազգայնացմանը, եթե նախկինում Կրեմլը հետապնդում էր միայն ընդդիմադիր կամ երկրից հեռացած գործարարներին, ապա 26 թվականին հարվածի տակ են հայտնվել նույնիսկ լոյալ միլիարդատերները։ Իդեպ, ես այս մասին նախազգուշացնում էի դեռ 2 տարի առաջ, սա սովորական բան է կործանվող պետությունների համար, ավելի մանրամասն եւ անուն առանուն տեղեկատվություն ենք մենք հրապարակել մեր Telegram-ում, հուսամ բաժանորդները արդեն տեսել են։ Այդ ընթացքում Ամերիկայում կարծես թե լուրջ տրանսֆորմացիաներ են սկսվել Ուկրաինայի հարցում, դեռ դժվար է ասել սա նախընտրական արշավի ֆոնին է թե ոչ, բայց առայժմ արձանագրում ենք փաստերը, իսկ ապագայում կվերլուծենք ամերիկանագետների հետ։ Ռուբիոն փաստացի Պուտինին զրկեց հույսից, նրանց համար ովքեր բաց են թողել նորությունները, ասեմ, որ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն 26 թվականի հունիսի սկզբին հանդես է եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով, որոնք հաստատում են, որ Ամերիկան հստակորեն ընտրել է Ուկրաինայի կողմը, ինչպես նաև անոնսել է ռազմական օգնության խոշոր փաթեթի հատկացումը։ Ռուբիոն հայտարարեց, որ շուտով նորություններ կլինեն Ուկրաինային $400 միլիոն ռազմական օգնություն հատկացնելու մասին, որն ավելի վաղ կասեցվել էր Պենտագոնի կողմից։ Օրերս իմիջիայլոց կոնգրեսը հավանություն տվեց $400 միլիոնանոց օգնության փաթեթին եւ պահանջում են ամերիկյան օրենսդիրները, որպիսի սանկցիաները ավելի խստացվի Ռուսաստանի հանդեպ։ Ռուբիոն ընդգծեց, որ Վաշինգտոնը չեզոք միջնորդ չէ, մեջբերեմ, մենք զենք չենք մատակարարում Ռուսաստանին, մենք զենք ենք մատակարարում միայն Ուկրաինային։ Մենք պատժամիջոցներ չենք կիրառում Ուկրաինայի դեմ, մենք պատժամիջոցներ ենք կիրառում միայն Ռուսաստանի դեմ, այնպես որ մենք ակնհայտորեն կողմերից մեկն ենք ընտրել, ասել է Ռուբիոն, մոռանալով երևի, որ զենքը Ուկրաինան գնում է Ամերիկայից եվրոպական գումարներով, բայց եթե 400 միլիոնը տան, միգուցե իրավիճակ փոխվի։ Ամերիկայի պետքարտուղարը Ուկրաինայի զինված ուժերը անվանել է Եվրոպայի ամենաուժեղ բանակը, որը նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ փոխել է ժամանակակից պատերազմի տակտիկան։ Ռուբիոն հավելել է, որ Ռուսաստանը այժմ 5 անգամ ավելի շատ զինվոր է կորցնում, քան Ուկրաինան։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար դարձել է ռազմավարական աղետ։ Նրա կարծիքով Վլադիմիր Պուտինը արդեն երբեք չի կարողանա ռազմական ճանապարհով հասնել իր սկզբնական նպատակներին։ Ռուբիոն հայտնել է, որ Ամերիկայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եռակողմ շփումները դադարեցվել են կոնստրուկտիվ արդյունքների բացակայության եւ կողմերի փոխզիջումներին պատրաստ չլինելու պատճառով։ Սպիտակ տունը չի ցանկանում էներգիա ծախսել հանդիպումներ հանուն հանդիպումների վրա, բայց պատրաստ է վերադառնալ միջնորդի դերին, հենց որ արդյունավետ երկխոսության իրական հնարավորություն հայտնվի, ասել է Ռուբիոն։ Նա նաև հերքել է այն լուրերը, որ Ամերիկան ճնշում է գործադրում Կիևի վրա բանակցային դիրքորոշման հարցում։ Շատ նման է այս հռետորաբանությունը նախընտրական հռետորաբանությանը։ Իդեպ օրերս Կիևը Վաշինգտոնին փոխշահավետ առաջարկ է արել, որը բխում է երկու պետությունների ազգային անվտանգության շահերից, Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության մեծացման ֆոնին, ուկրաինական կողմը Ամերիկային դիմել է Patriot հակաբալիստիկ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու կոչով։ Իդեպ բառացիորեն օրերս Ամերիկայի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում են մոտ ժամանակներս զինամթերքի արտադրությունը ավելացնել 2-ից 4 անգամ։ Այս ֆոնին Ուկրաինայում փորձարկել են Firepoint ընկերության նոր FP7 հրթիռը, հաջող մեկնարկի տեսանյութ է հայտնվել, որը մենք իհարկե տեղադրել ենք մեր Telegram-յան ալիքում։ Ուկրաինական Firepoint ընկերությունը առաջին անգամ փորձարկել է FP7X զենիթային հրթիռը, որը պետք է դառնա ուկրաինական Freya հակահրթիռային համակարգի հիմքը։ Եթե հիշում եք, ես այս նախագծի մասին պատմել եմ ձեզ մի քանի հաղորդումների ընթացքում։ Freya-ն առաջարկվում է, որպեսզի դառնա համաեվրոպական օդային վահան։ Իդեպ Ռուսաստանի բալիստիկ հարվածների ուժգնացման ֆոնին Գերմանիայի իշխանությունները ուժեղացրել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը եւս մեկ այրիստե արձակման կայանքով, նա արդեն Ուկրաինայում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկին նամակ է գրել ամերիկյան ղեկավարությանը, կոչ անելով ուժեղացնել ուկրաինական հոպը ռուսական շարունակվող օդային հարձակումների ֆոնին։ Այդ ընթացքում ուկրաինական հարվածները Ռուսաստանի տարածքին եւ ժամանակավորապես օկուպացված տարածքներին շարունակվում են եւ ավելի են մեծանում, առանց հաշվի առնելու Պուտինյան այդ հիստերիկ հարվածները։
Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան դադար տալ եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Դուք ինձ շատ եք օգնում, ինչի համար ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է, ինչի համար երախտապարտ եմ։ Հիմա սկսեմ ձեզ ներկայացնել հունիսի 4-ի գիշերվանից հասցված հարվածներից մինչև անցած գիշերվա ռազմական լուրերը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը մասշտաբային համակարգված գործողություն են իրականացրել, մի շարք կործանարար հարվածներ հասցնելով հակառակորդի ռազմական օբյեկտներին։ Ուկրաինական ստորաբաժանումները, մասնավորապես անօդաչու համակարգերի ուժերի առաջին առանձին կենտրոնը ժամանակավոր օկուպացված Ղրիմում Յուրկինը բնակավայրի շրջանում հաջողությամբ հայտնաբերել եւ հարվածել է Սվետլյակ դասի ռուսական սահմանապահ պահակային նավին։ Այսպիսի նավերը հսկում են նավահանգիստներն ու ափամերձ գոտին, ուստի դրա կորուստը լրջորեն թուլացնում է օկուպանտների պաշտպանությունը։ Ղրիմում նույն գործողության ընթացքում ոչնչացվել են նաև մերձական նավագնացության RSBN-4N ռադիոտեխնիկական համակարգը, իսկ դրոնների եւ արագընթաց հրթիռների մասշտաբային հարվածը լիովին կաթվածահար է արել Ղրիմի երկաթուղին։ Լոկոմոտիվների եւ ենթակառուցվածքների վնասման պատճառով օկուպանտները դադարեցրել են 10 հեռագնաց-գնացքների շարժը։ Ղրիմի Գաուլիայտեր Աքսյոնովը խոստովանել է Սիմֆերոպոլին հասցված հարվածները, որտեղ ռազմական օբյեկտներում 3 օկուպանտ է սպանվել, եւս 7-ը վիրավորվել։ Պայթյուններ են որոտացել նաեւ Սևաստոպոլում, Ինկերմանում, ինչպես նաեւ Բելբեկի, Սակիի եւ Գվարդիեյսկայի օդանավակայաններում, իսկ Կերչի կամուրջը նորից արտակարգ կերպով փակվել էր։ Կարևոր ճշգրտումներ են արել պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները նախորդ հարվածների վերաբերյալ։ Նրանք հաստատել են, որ հարձակումները Տուլայի մարզի վրա, ինչպես նաև հարվածները Սանկտ Պետերբուրգին, Կրոնշտատին եւ Տամբովի Պրոգրես գործարանին ամբողջությամբ փշրելով Կրեմլի այն նարատիվը, թե թիկունքը անվտանգ է տնտեսական ֆորումի օրերին։ Զուգահեռաբար նոր հաջողություններ են գրանցվել նաև ռազմաճակատի այլ հատվածներում։ Մադյարը պաշտոնապես հաստատել է Խերսոնի մարզում Պանցիր S1 զենիթ-հրթիռային հրանոթային համալիրի ոչնչացումը։ Դոնեցկի մարզում ուկրաինական հարվածային դրոնները հայտնաբերել եւ պայթեցրել են ռուսների զինամթերքի խոշոր դաշտային պահեստ, ինչը հանգեցրել է համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի արկերի հզոր երկրորդային դետոնացիայի։ Խոցվել են նաեւ ռազմավարական տրանսֆորմատորներ եւ վառելիքի ցիստերներ։ Ուկրաինական հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հունիսի 4-ի երեկոյան ուկրաինական դրոնները Ազովի ծովում հարձակվել են երկու քաղաքացիական հացահատիկատար նավերի վրա, Բելիզի եւ Պալաուի դրոշների ներքո, որոնք առանց բեռի Թուրքիայից ընթանում էին դեպի Դոնի Ռոստով։ Ամենայն հավանականությամբ ուկրաինական գրավյալ տարածքներից ագրոմթերքի ապօրինի դուրսբերման համար հաղորդվում է, որ նավերը վնասվել են։ Նաեւ Դոնեցկի մարզում հարված է արձանագրվել ժամանակավոր օկուպացված Ուգլեգորսկի խոշոր էլեկտրակայանին, ինչը մասշտաբային հրդեհ եւ հոսանքի անջատումներ է առաջացրել։ Հաղորդվել է նաեւ Դոնեցկում որոտացած պայթյունների եւ Գորլովկայի շրջանում լոգիստիկ ուղիների վրա դրոններով խիստ կրակային հսկողություն սահմանելու մասին։ Այդ ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հունիսի 4-ի երեկոյան Բելգրադի, Բրյանսկի, Կուրսկի եւ Ռիազանի մարզերի երկնքում իբր ուկրաինական 106 դրոնների ոչնչացման եւ ворսման մասին։ Դրոնների վտանգի պատճառով Ղրիմում չեղարկվել են եւ ուշացել են գնացքները։ Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է հունիսի 4-ին եւ 5-ի գիշերը օկուպանտների հրամանատարական կետերի լոգիստիկայի եւ լոգիստիկ բազաներին հասցված թիրախային հարվածների շարքը։ Զապորոժիեի մարզում դիպուկ հարված է հասցվել Կամենսկոյե բնակավայրում գտնվող ռուսական զորքերի կառավարման կետին։ Դոնբասում նույնպես խոցվել է ռուսական զինված ուժերի ստորաբաժանման հրամանատարական դիտակետը Սալեդարի շրջանում, Դոնեցկի մարզում պաշտոնապես հայտարարվել է հակառակորդի դրոնների կառավարման մի քանի կետերի հաջող խոցման մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Պոկրովսկում ոչնչացրել են ռուսական նորագույն Մոլնիա օպերատիվ տակտիկական դրոնների արձակման կետը։ Երեկվա ամփոփագրերում գլխավոր շտաբը նաև հստակեցրել եւ հաստատել է ավելի վաղ հասցված հեռահար հարվածների հաջող արդյունքները Ֆեոդոսիայի ծովային նավթային տերմինալի եւ Ռուսաստանի Կիրովի մարզի ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։
Հունիսի 5-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը հաջողությամբ գրոհել են եւ անշարժացրել միանգամից 5 ռուսական նավ, հարվածները հասցվել են օկուպացված Մարիուպոլի եւ Բերդյանսկի նավահանգիստներում, ինչպես նաեւ հարակից ափամերձ ջրերում գտնվող նավերին։ Հարվածի տակ են հայտնվել ռուսական բեռնատար նավերն ու տանկերները, որոնց օկուպանտները օգտագործում էին ռազմական նպատակներով, ռազմական բեռներ վառելիք փոխադրելու եւ գողացված ուկրաինական հացահատիկը դուրս բերելու համար։ Թիրախների առանձնահատկությունն այն է, որ նավերը Ազովի ծովով տեղաշարժվում էին գաղտնի անջատված տրանսպոնդերներով։ Բոլոր 5 նավերը ամբողջությամբ կորցրել են ընթացքը, անշարժացել են։ Հարվածներից հետո Բերդյանսկի նավահանգստում լոգիստիկայի ծանր իրավիճակը անուղղակիորեն արդեն խոստովանել է տեղի գաուլյայտեր Եվգենի Բալիցկին։ Ռուսական աղբյուրները, մասնավորապես Իզվեստիա պարբերականը հաստատել են, որ առավոտյան ժամը 5-ի սահմաններում դրոնները գրոհել են տանկերները եւ 2 բեռնատար նավերը Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ, Ազովի ծովի Տագանրոգի ծոցում։ Հաղորդվում է անձնակազմի անդամների շրջանում առնվազն 5 զոհի եւ 6 վիրավորի մասին, ովքեր աշխատում էին ռուսական ռազմական լոգիստիկայի համար, բայց սա դեռ ամենը չէ, կան Ուկրաինայի գլխավոր շտաբի եւս 2 հաղորդագրություններ, որոնցում հաստատվում են Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալին հասցված հարվածները։ Լրացուցիչ վերլուծության արդյունքներով հաստատվել է, որ ոչնչացվել է 1 ռեզերվուար, վնասվել են եւս 6-ը եւ 2 տեխնիկական էստակադա։ Նաեւ Կիրովի մարզում հաստատվել են Գանինոյի Լազարևը կայարանի նավթաբազային հասցված հարվածի արդյունքները։ Ամբողջությամբ ոչնչացվել է վառելիքի 2 ռեզերվուարը եւ եւս 2-ը վնասվել են։ Ամբողջությամբ շարքից դուրս է եկել պոմպակայանը։ Ռիազանի մարզում հաստատվել է հարվածը Վառոդի գործարանին, հարված է հասցվել Gefest M ձեռնարկության մասնաճյուղի տարածքին, Էլաստիկ Վառոդի գործարանին, արձանագրվել է մասշտաբային հրդեհ ավելի քան 400 քառակուսի մետր տարածքում։ Տամբովի մարզում հաստատվել է հարվածը ռազմական գործարանին, հաստատվել է ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով պահեստային տարածքի հրդեհը Միչուրինսկի Պրոգրես գործարանում, որն արտադրում է բաղադրիչներ ռուսական բարձր ճշգրտության զենքերի համար։ Բելգրադի մարզում հաստատվել է դիպուկ հարվածը Ժուրավլյովկա բնակավայրում ռուսական զորքերի անձնակազմի կենտրոնացման շրջանին։ Նաև Ղրիմում լրացուցիչ վերլուծությունը հաստատել է Ֆեոդոսիայի ծովային նավթային տերմինալին հասցված հարվածի հետևանքները, որտեղ լրջորեն վնասվել են 3 ռեզերվուարներ, 1 հսկայական RVS 20000 եւ 2 RVS 5000, իսկ Սիմֆերոպոլում խոցվել են օկուպացիոն զորքերի վառելիքաքսուքային նյութերի պահեստները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նաև հաստատել է դրոնների կառավարման կետերի լիկվիդացումը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հաջողությամբ խոցել են հակառակորդի դրոնների միանգամից 4 կառավարման կետ, դրանցից 2-ը ոչնչացվել են Դոնեցկի մարզում, Կամար եւ Վասկրեսենկա բնակավայրերի շրջանում, եւս 2-ը Զապորոժիայի մարզում, Կանավալովա եւ Յաբլուկովա բնակավայրերի շրջանում։ Հրամանատարական կետերի պահեստների եւ տեխնիկայի խոցումը նույնպես հաստատել է Գենշտաբը օկուպացված տարածքներում։ Դոնեցկի մարզում խոցվել է զինամթերքի պահեստ Գրինտալի շրջանում, հակառակորդի կառավարման կետ Օչերետինայի շրջանում, ինչպես նաեւ հակառակորդի կենթանի ուժի կենտրոնացման շրջաններ Մարիուպոլում, Շևչենկոյում եւ Ֆյոդորովկայում։ Զապորոժիայի մարզում խոցվել է վառելիքաքսուքային նյութերի պահեստ Մելիտոպոլում, ինչպես նաեւ օկուպանտների անձնակազմի կենտրոնացման շրջան Պրոմեն բնակավայրում։ Խարկովի մարզում հարված է հասցվել Ռուսաստանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խոշոր կենտրոնացման շրջանին Նավաեգորովկայի մոտակայքում։ Նախքան ռազմաճակատի թվերին եւ մեր հարվածների մասին ամենաթարմ տվյալներին ծանոթացնելը կարճ անդրադառնամ Զելենսկու բաց նամակի թեմային, ինչը ջախջախեց ռուսական քարոզչական նարատիվները։ Իր բաց նամակով Զելենսկին իրականում խլեց նախաձեռնությունը տեղեկատվական եւ դիվանագիտական դաշտում։ Այս որոշումը կործանում է ռուսական քարոզչության բազմամյա առանցքային թեզն այն մասին, թե Կիևը կատեգորիկ հրաժարվում է ցանկացած բանակցություններից եւ խաղաղությունից, ահա թե ինչպես է դա երևում մեդիա էֆեկտի եւ միջազգային քաղաքականության տեսանկյունից։ Առաջինը սա Ռուսաստանի գլխավոր նարատիվի կործանումն է։ Զելենսկու ուղղակի հանրային առաջարկը Կրեմլին զրկում է Ուկրաինայի պայմանավորվել չցանկանալու թեմայով սպեկուլյացիաներ անելու հնարավորությունից գլոբալ հարավի երկրների առջև, որոնք ավանդաբար կոչ էին անում դիվանագիտական կարգավորման։ Երկրորդը սա Ռուսաստանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշման արձանագրումն է, Պուտինի էմոցիոնալ եւ կտրուկ մերժումը, որը Զելենսկին
թվանեց թույլ պատասխան, միջազգային հանրությանը ակնառու կերպով ցույց է տալիս, որ պատերազմի դադարեցման միակ իրական խոչընդոտը հենց Մոսկվայի դիրքորոշումն է, եւ երրորդ կետը սա գործընկերների առջև Ուկրաինայի դիրքերի ամրապնդումն է։ Այս քայլը արևմտյան դաշնակիցներին ցույց է տալիս Ուկրաինայի կոնստրուկտիվ լինելը եւ նրանց հզոր փաստարկ է տալիս Ռուսաստանի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշումը ուժեղացնելու համար, քանի որ Կիևի խաղաղ նախաձեռնությունները հրապարակայնորեն մերժվեցին։ Այսպիսի քայլը Ուկրաինային թույլ է տալիս արձանագրել Ռուսաստանի կարգավիճակը որպես մի կողմի, որը գիտակցաբար ընտրել է մարտական գործողությունների շարունակությունը դիվանագիտական ճանապարհի փոխարեն։ Հասանք ռազմաճակատի թվերին։ Հիմա ձեզ ներկայացնեմ ռազմաճակատի վերջին 3 օրերի թվերը, որից հետո որպես ամփոփում կպատմեմ Ուկրաինայի վերջին հարձակումների մասին օկուպանտների վրա։ Ձեր էկրաններին ամսի 4-ի եւ 5-ի Ուկրաինայի գենշտաբի ռելիզներն են։ Ռազմաճակատում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են։ Անցած 3 օրվա ընթացքում այնտեղ տեղի է ունեցել 821 մարտական բախում, որոնց արդյունքում Ռուսաստանը կորցրել է եւս 4230 զինվոր եւ 7601 միավոր տեխնիկա, հրթիռ, տրանսպորտ եւ սպառազինություն։ Հիմա ձեր էկրաններին արդեն այսօրվա ամենաակտուալ ուկրաինական գենշտաբի ռելիզն է, որում տեղեկացվում է, որ Պուտինյան բանակի ընդհանուր կորուստների թիվը 22 թվականի փետրվարից մինչև այսօր առավոտ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, ինչը հաստատվում է տեսալուսանկարահանման տվյալներով, հասել է արդեն 1,372,270-ի։ Նախքան Կուբանից մինչև Պետերբուրգ Ուկրաինայի զինված ուժերի այսօրվա հարվածների մասին հայտնելը ցանկանում եմ ձեր տրամադրությունը ել ավելի բարձրացնել այլ թվերով, որոնք Պուտինը հնչեցրել է 26 թվականի հունիսին, այսպես կոչված միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ակնհայտորեն ոչ ադեկվատ դիկտատորը ոգևորված կրկնում էր գլխից դուրս թվերը, թե ռուսական բանակը վերջին շրջանում իբր վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում։ Պուտինի նշած թվերը ավելի քան 4 անգամ գերազանցում էին Ուկրաինայի ընդհանուր տարածքը իր միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Ամենածիծաղելին այն էր, որ նա մի քանի անգամ էր կրկնում այդ թվերը, փորձելով համոզել ներկաներին իր հավաստիության մեջ։ Նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Պուտինը փաստացի հերքել է սեփական քարոզչության հայտարարությունները, խոստովանելով, որ թանկարժեք Արեշնիկ հրթիռը արդյունքում հարվածել է սովորական տնտեսական շինությունների։ Պուտինի իբր գաղտնի խոստովանությամբ Օրեշնիկով Ուկրաինայում հարվածել են Սարայի, որպիսի տեսնեն, թե ինչպես են նստել բլոկները, եւ դա իբր անհրաժեշտ է զենքի ապագա կիրառման համար։ Իր այս նոր տարբերակով Պուտինը ոչնչացրեց ռազմական օբյեկտի մասին առասպելը, որի մասին խոսում էին անմիջապես մայիսի 24-ի գիշերը հասցված հարվածից հետո։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ Կրեմլի վերահսկողության տակ գտնվող Z ռազմական թղթակիցները ավանդաբար զեկուցում էին կարևոր ռազմական օբյեկտի, ՆԱՏՕ-ի բազաների կամ գաղտնի պահեստների ոչնչացման մասին, իսկ նախորդին Պուտինը ինքը ուղղակիորեն խոստովանեց, որ հրթիռը հասել է պայմանական Սարային։ Շատ ծիծաղելի են նրանք, բայց ցավոք կան մարդիկ, որ մինչև հիմա այդքան ստերից հետո դեռ հավատում են Պուտինին։ Հունիսի 6-ի գիշերը անհավանական թեժ է եղել, հարվածների աշխարհագրությունը տպավորիչ է ուկրաինական։ Սկսենք ամենագլխավորից, Ուկրաինայի պաշտպանության ուժերը հեռահար դրոն կամիկաձեների մասշտաբային հարձակում են կազմակերպել Ռուսաստանի խորը թիկունքի վրա, եւ այս գիշերվա գլխավոր սենսացիան Կրոնշտադտ քաղաքն ու Լենինգրադի մարզն են։ Ուկրաինական դրոնները հաղթահարել են շուրջ 1000 կիլոմետր եւ հաջողությամբ գրոհել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մատակարարման պահեստներն ու արսենալները։ Տեղի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն պաշտոնապես հաստատել է արտակարգ միջոցառումների կիրառումը, ներառյալ բնակչության մասնակի տարհանումը։ Մարդկանց շտաբ դուրս են բերել Լենինգրադի մարզի Լամանոսովի շրջանի Լեբիաժե բնակավայրից։ Հենց այստեղ է գտնվում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 15-րդ արսենալը, որին հարվածել են ուկրաինական դրոնները։ Լենինգրադի մարզի վրա հարձակումը մեր հաղորդման պատրաստման պահին դեռ շարունակվում էր։ Ռազմածովային նավատորմի բազաների հաջող խոցման մասին տեղեկատվությունը արդեն պաշտոնապես հաստատել է անձամբ Վլադիմիր Զելենսկին։ Բալտիկ ծովում ռուսական լոգիստիկայի համար սա շատ լուրջ հարված է։ Զուգահեռաբար դրոնները վառել են կրակներ հարավում Կրասնոդարի երկրամասի Ուստլաբինսկ քաղաքում։ Դրոնները դիպուկ աշխատել են տեղի նավթաբազայի ուղղությամբ, այնտեղ մասշտաբային հրդեհ է բռնկվել, որը մինչև այժմ փորձում են մարել։ Բոլոր կադրերը մեր Telegram-յան ալիքում են, կարող եք վայելել։ Հարված
Հարվածների տակ են հայտնվել նաև օկուպանտների օբյեկտները Մարիուպոլում, որտեղ արձանագրվել են թիրախային, բայց շատ արդյունավետ հարվածներ նավահանգստային ենթակառուցվածքներին։ Հիշեցնեմ, որ հենց այս նավահանգստով են ռուսները ակտիվորեն տեղափոխում տեխնիկա եւ զինամթերք իրենց զորքերի հարավային խմբավորման համար։ Երկու բառ Թյումենի մասին ասեմ, որի մասին ողջ առավոտ խոսում էին տելեգրամյան ալիքներում, այնտեղ իրոք հզորագույն հրդեհ է սկսվել, նույնպես բոլոր կադրերը մեր տելեգրամում են։ Խոսքը Անտիպինսկի նավթավերամշակման գործարանի մասին է, բռնկվել է տեխնոլոգիական կայանքը, բայց եկեք բացահայտենք ինտրիգը, այնտեղ դրոնների հարված առայժմ չի հաստատվել։ Ռուսական MKS-ը աղաղակում է տեխնոլոգիական գործընթացի խախտման մասին եւ նույնիսկ մեր պրոֆիլային օսին թվերլուծաբաններն են ասում, որ սա ամենայն հավանականությամբ գործարանի ներքին խափանում է, թեև համընկնումը համաձայնեք գեղեցիկ է, բայց ամեն դեպքում մենք դեռ կստուգ ենք տվյալները եւ կսպասենք Ուկրաինայի գենշտաբի լուրերին, հատկապես որ մեր եթերի պատրաստման պահին դեռ ուկրաինական գրոհը շարունակվում էր, բարի դրոնները ճախրում էին Սոչիից մինչև Վիբորգ եւ Յարոսլավլ։ Այլ նորություններից էլ ասեմ, բռնակցված Ղրիմի մոտակայքում անհայտ ծովային դրոնը գրոհել է Թուրքիայի դրոշի ներքո գտնվող ձկնորսական նավը։ Նավը լուրջ վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով խորտակվել է, իսկ 5 նավաստիներին փրկել է թուրքական մեկ այլ ձկնորսական նավ։ Իրենց հերթին Ամերիկայի զինված ուժերը հարվածել են իրանական օբյեկտներին այն բանից հետո, երբ այնտեղից դրոններ են արձակվել։ Շաբաթ օրվա գիշերը հունիսի 6-ին ամերիկյան զինվորականները ֆիքսել են իրանական հարվածային դրոնների արձակումը Հորմուզի նեղուցի ուղղությամբ։ Ի պատասխան ամերիկյան ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, մասնավորապես Իրանի ափամերձ պահպանության ռադիոլոկացիոն կայաններին Գորուկի շրջանում եւ Քեշմ կղզում։ Կենտրոնական հրամանատարությունը Սենտկոմ ամերիկյան հայտարարել է, որ գործողության նպատակը հնարավոր նոր հարձակումների կանխումն էր։ Չեմ ուզում շատ երկարացնել եթերը հանգստյան օրով, այսօրվա համար սահմանափակվեմ այսքանով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանաք լայքել եւ հնարավորության դեպքում տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում։ Դե իսկ եթե հանկարծ մոռացել եք բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անել դա, որովհետեւ մենք ակտիվորեն օգտագործում ենք մեր բոլոր 3 ալիքները ձեզ տեղեկատվություն հասցնելու համար։ Մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին։ Եթե որևէ արտակարգ բան չլինի, ապա հաջորդ եթերը պլանավորում եմ երկուշաբթի։ Լավ հանգստյան օրեր ձեզ եւ մնացեք բարով։